Իմ սիրելի ձկներ, բարի արև։ Այսօր հունվարի 22-ն է իմ օրացույցով Յուպիտերի օրը։ Ձեզ Յուպիտերն է բաժան եկել, ինչ առումով ձեր մոլորակը եւ դա բնականաբար շատ լավ է, որովհետեւ հիմա Յուպիտերը գտնվում է ջրի նշանում, որը միանշանակ ձեզ համար շատ լավ է նվերներ, ոմանք այստեղ երեխայի թեման կլինի, մի խոսքով շատ լավ է Յուպիտերի ուրեմն գտնվելը ջրի նշանում ձեզ համար միանշանակ շատ լավ է։ Սա էսպես եւ ես ուզում եմ ներկայացնել 2026 թվականի փետրվար ամսվա համար կանխատեսումը։ Իդեպ նաեւ նշեմ, որ դուք սիրելի ձկներ առաջընթաց եք գրանցել, որտեղ 4-րդ տեղից շարժվել է 3-րդ տեղ։ Սա իհարկե վաղուց նման բան չկար, ձկները 2-րդ վեցնյակում էին լինում, բայց ինչ որ վերջին ժամանակներում բավականին մեծացել է ակտիվությունը ձկների մոտ եւ շնորհավորում եմ ձեզ իհարկե առաջ եք շարժվել, չգիտեմ, դժվարանում եմ ասել, որ դուք կարողանաք գերազանցել կարիճին այծեղ ջուրներին այս դեպքում, տեսնենք շատ հետաքրքիր է, արդյոք կգերազանցեք։ Ինչևէ, անցնենք առաջ, փետրվարը ձեզ համար կարևոր ամիս կլինի, ընդհանրապես ինքը իրադարձություններով հարուստ է լինելու, որտեղ մենք ունենք արևի օղակաձև խավարում, ունենք Ուրանի ուղընթացությունը, Սատուրնը վերջնականապես կմտնի ձեր ֆինանսների տուն, դուրս կգա իհարկե ձեր նշանից, դուք արդեն որոշակի դասեր քաղեցիք, շատ բաներ հասկացաք, ես կարծում եմ իրանք ովքեր ուշադրություն չեն դարձել, դասեր չեն քաղել, իրենց համար ավելի դժվար կլինի։ Ինչևէ, Սատուրնը ուրեմն փետրվարի 14-ին կմտնի խոյի նշան, այնտեղ է մնալու մինչև 28 թվականի ապրիլի 13-ը եւ Մերկուրին եւ Վեներան են գալու ձեր նշան, ուրեմն հյուրընկալվեն ձկների մոտ, իհարկե Վեներան ուրեմն իր նշանն է այն առումով, որ ինքը գտնվում է բարձրակետում, բայց Մերկուրին իհարկե մեծ հաշվով տխրելու է եւ այստեղ պետք է մտածեն երկվորյակները եւ կույսերը մտածելու անեն, բայց դա արդեն իրենց նշանի համար։ Ինչևէ, սիրելի ձկներ, շատերը կփոխեն, ինչ որ փոփոխություն կլինի, ֆինանսներ կարող են լինել, նվերներ կարող են լինել, հաճելի հանդիպումներ կկազմակերպի անպայման Վեներան եւ իհարկե ոչի փոփոխություն եւս հնարավոր է այստեղ ուրեմն լինեն եւ ինչ է պահանջվում ձկներից, որ որոշակի դժվարություններ կլինեն հարաբերություններում, ինչ որ պետք կլինի հարաբերություններ պարզել, ճշտել եւ այլն, միանշանակ սիրելի ձկներ, որովհետեւ Մերկուրին բացի նայած որ մտնում է ձեր նշան, ինքը լինելու է նաեւ հետ ընթաց հենց ձեր նշանում եւ ձեզանից շատ բան է կախված, դուք պիտի ճիշտ վերլուծություն անեք, կարողանաք ճիշտ քայլեր անեք, դա շատ կարևոր է եւ ձեր անձնական քարտեզը միայն կարող է ցույց տալ, թե կոնկրետ որ հարցի շուրջ, հա, դա կարող եք անել, բայց հիմա այս դեպքում ես ձեզ կարող եմ ասել, որ դուք ոչ թե պիտի սպասեք, որ ձեզ համար ինչ որ բան անեն, այլ դուք ինքներդ դա պիտի անեք այսպիսի իրավիճակ եւ նաեւ ձեզ կարող է ինֆորմացիա գալ, գիտեք, այստեղ ուզում եմ կանգ առնել նաեւ մի թեմայի վրա, որ նաեւ ասեմ արևի օղակաձև խավարումն է լինելու, դա իհարկե կվերաբերի ձեր 12-րդ տանը, իսկ լիալուսինը արդեն 6-րդ տանը է, այդ առանցքում է լինելու ինչ խոսք լիալուսինը եւ արևի օղակաձև խավարումը, իսկ ահա դուք արդեն պիտի պատրաստվեք, պիտի զգուշ լինեք, զգոն լինեք, որովհետեւ արդեն արևի խավարումը մենք գտնվելու ենք խավարման միջանցքում փետրվարի 17-ից սկսված մինչև մարտի 3-ը այդ ժամանակ արդեն տեղի կունենա ոչ լավ խավարումը լուսնի եւ իհարկե
Դրանից հետո դեռևս դա աշխատում է այդ էներգիան եւ դա կարող է վերաբերել ձեր, գիտեք, ցանկացած երկրորդ անձնավորության կամ անձնական դաշտում դա կարող է լինել գործնական, ուրեմն հարաբերությունում երկրորդ անձի կարող է վերաբերել ընտանիքի անդամներից որևէ մեկին, հարազատներից որևէ մեկին, այսինքն այստեղ ինչ որ մեկը ձեր կյանքում ինչ որ մեկը կհեռանա, ձեր հարազատներից, ասացի, դա մարդկանցից մեկը կամ ձեզանից կհեռանա կամ ընդհանրապես կհեռանա, այսպիսի ուրեմն իրավիճակ է լինելու ձեր կյանքում սիրելի ձկներ եւ նաեւ կարևոր իրադարձությունը դա այն է, որ փետրվարի 18-ին ժամը 19:51:44 արևը մտնելու է ձեր նշան, փաստորեն այս անգամ 18-ից է մտնում, սովորաբար 19-ին է ինքը լինում ձկան նշանում եւ ձկներն իրենց ծննդյան օրերն են նշում, բայց այս անգամ 18-ից այդպես ստացվեց, 18-ին ծնված ջրհոսներ, դուք ձկների հետ միասին պետք է նշեք ուրեմն ձեր ծննդյան օրը, դուք արդեն այդ էներգիայի ներքո եք գտնվում, դրա համար այդպես գիտեք վերջին օրերը, երբ դու արդեն սկսում է հաջորդ նշանը, երբեմն ընկնում ես այդ նշանի ազդեցության տակ, հաջորդ նշանի ազդեցության տակ, դրա համար ուրեմն այդ նշանների մոտ շատ փոփոխական է լինում, իրանք եւ մյուս նշանից էլ են վերցնում այսպիսի բան, այնպես որ 18-ին ծնված ջրհոսներ դուք մի քիչ էլ ձուկ եք, սա իմացեք եւ հիմա 26 թվականի շատ կոնկրետ ուրեմն դուք ընկնում եք ձկների այդ էներգիայի ազդեցության տակ, մի ամբողջ տարի լինելու եք ձկների ազդեցության տակ եւ բացի ջրհոսին ավելի շատ ձկներին եք լսելու դուք, որտեվ այդ էներգիայի տակ եք մտել, եթե ուրեմն դուք ծնվել եք ժամը չնայած պետք է ջրհոսներին ասվի, բայց բոլոր դեպքերում թող ձկները եւս իմանան, որ ուրեմն 18-ին արդեն ջրհոսը ինքը լինելու է ձուկ, իսկ 19-ը դե բնականաբար արդեն ժամային սահմանափակում չկա, որ ասենք այս ժամից ձկան նշանում է արևը, այնպես որ սիրելի ձկներ, ես շնորհավորում եմ ձեզ ձեր ծննդյան օրը եւ այն թող բերի միանշանակ հաջողություններ եւ այն ես գիտեմ դժվար է լինելու 26 թվականը, այն ինչ որ կլինի, թող իհարկե կլինեն լավ իրադարձություններ եւս, այնպես չի որ միայն վատն է լինելու, հա, ասենք օգոստոսին արդեն ամռանը ձեզ մոտ շատ լավ բաներ կլինեն, իրադարձություններ, դուք ձեր ցանկացած արդյունքը կունենաք, բայց հիմա կորցնելու ժամանակն է, ես ձեզ ուղղակի ասեմ, արդեն ես նշեցի, կորցնելու ժամանակն է եւ այդպես թող ասենք, եթե գնում է, թող վատը ձեզանից գնա, սա եմ ցանկանում, հա, սա եմ ցանկանում, թող վատը գնա ձեզանից եւ դուք այդպես լինեք լավ մարդկանցով շրջապատված, լավ իրադարձություններ թող լինեն, չնայած կյանքում այս մոլորակում լավ իրադարձությունները շատ քիչ են լինում, բայց իրանք մեզ ուժ են տալիս, որ այն վատերը որ կան, մենք ուժ է տալիս դիմանալու, մինչև մյուս լավ իրադարձությունը որ կատարվի։ Այսպիսի հետաքրքիր բան եւ հիմա սկսենք լիալուսնից փետրվարի 2-ին տեղի ունենալու լիալուսինը գիշերը ժամը Հայաստանի ժամանակով 2:09:03 արևելուսինը հակադրվելու են 14 աստիճանում եւ լուսինը կլինի առյուծի նշանում, այսինքն լիալուսինը այդտեղ է լինելու, դա կվերաբերի ոմանց աշխատանքին, ոմանց մոտ այստեղ առողջական վիճակ, հնարավոր է որ իրենք իմանան, որ երեխա պետք է ունենան կամ կարող է ունենան եւ այլն, այսպիսի իրավիճակ կլինի եւ ես կարծում եմ այսինքն ինչ որ վնաս չկա համենայն դեպս, իսկ ավելի տարեց մարդկանց դեպքում իրենք հնարավոր է որ իմանան ինչ որ, ասենք, կամ նրանք ովքեր ունեն առողջական խնդիր, այնպես չի որ բոլոր տարեցները հիվանդ են, այդպեսի բան չկա, այնպես որ ուղղակի կիմանան, որ իրենք մանավանդ ըստ իրենց անձնական քարտեզի, որ վերջացավ, ավարտվեց այդ դժվարությունը ի վերջո հեռացավ, ահա, լիալուսինն է եւ ուզում եմ անմիջապես նորալուսնին անցնեմ, որը շատ ավելի ուժեղ է եւ կոչվում է արևի ուղղակաձև խավարում, դա կլինի արդեն փետրվարի 17-ին Հայաստանի ժամանակով 16:00:57 արևի լուսինը կմիավորվեն
29 աստիճանում եւ այն տեղի կունենա ձեր 12-րդ տանը։ Ահա այդտեղ է լինելու նորալուսինը։ Հնարավոր է ինչ որ գիտեք նոր պլաններ ունեք եւ դա ինքը կարող է սկիզբ դնել ինչ որ փոփոխություններ, անպայման կլինեն փոփոխություններ ձեր կյանքում, միգուցե գիտեք, այստեղ ամեն դեպքում չմոռանանք, որ Ուրանը ինքը տեխնոլոգիաներն են, նոր մտքերն են, նորարարություններն են եւ ինքը կարող է բերել, այսինքն նորարարությունների, նոր տեխնիկայի, նոր իրադարձությունների, նոր հարաբերությունների սկիզբ կարող է լինել։ Ահա աշխատանքի հետ նաև դա կարող է կապված լինել, ինչևէ նաև կապված է արտերկրի հետ, ահա կամ միգուցե նոր տեխնոլոգիաներին տիրապետելու համար որոշակի դասեր եք ուզում անցնել, որպեսզի կարողանաք տիրապետել, այս տարբերակը եւս հնարավոր է։ Ահա եւ գիտեք փետրվարի 17-ից եւ տեղի ունենում արևի օղակաձև խավարումը մինչեւ մարտի 3-ը, ինչպես որ ասեցի, գտնվել ենք խավարման միջանցքում։ Գիտեք, որ պետք է լինեք ուշադիր եւ մասնավորապես հարաբերություններում, ֆինանսների նկատմամբ եւ որոշումներ կայացնելու ինֆորմացիայի, հա, այդ առումներով պետք է լինեք ուշադիր, գիտեք, սիրելի ձկներ, հենց ձեր նշանում է Մերկուրին դառնալու հետընթաց, այնպես որ ուշադիր եղեք, ծանր ու թեթև արեք եւ շատ կարեւոր է որպեսզի դաշտը ամբողջովին ուսումնասիրեք եւ նոր կատարեք կոնկրետ քայլեր։ Բնականաբար փետրվարի 26-ին Մերկուրին կդառնա հետընթաց, իսկ արդեն փետրվարի 7-ին ինքը արդեն մտնելու է ձեր նշան, սիրելի ձկներ, այնպես որ լինում եք ուշադիր եւ թող ավարտվի այդ process-ը, ես դա արդեն հաջորդ անգամ կասեմ, ինքը երբ է ավարտվելու կմանրամասնեմ, իսկ համենայնպես փետրվար ամսին իմացեք, որ ուրեմն ոչ մի որոշում չեն կայացնում, իհարկե մարտ ամսին եւս ինքը դեռևս խավարման հետ մենք գործ ունենք, մանավանդ որ ձեզ համար դժվար ժամանակահատված է լինելու, այնպես որ որոշումներ մի կայացրեք, թող այդ ժամանակահատվածը անցնի, ապրիլ-մայիս նոր ուրեմն դա կիրականացնեք, ես դες կասեմ իհարկե երբ է հարմար ժամանակը, իսկ հիմա միայն վերանայեք նաև ձեր քայլերը, դուք ինքներդ փոփոխություն մտցրեք եւ ձեզ հնարավորություն կա ձեր կյանքը փոփոխություն մտցրեք եւ հնարավորություն ունեք նաեւ այդպես աճ ունենալ եւ ձեր գործում թռիչք ունենալ, այնպես որ ուշադիր եղեք, օգտագործեք ժամանակը ճիշտ, որպեսզի վերելք ունենաք, այսպես որոշակի ուրեմն աշխատանքների միջով անցնելով միգուցե նոր ծրագրեր սովորեք, դաշտը ուսումնասիրեք եւ արդեն տրվեք ուսմանը, շատ ավելի լավ կլինի որ նոր բան սովորեք, սիրելի ձկներ, այդ ժամանակահատվածում եւ հետո արդեն ապրիլ-մայիսին շատ ավելի բարձր մակարդակով կարող եք ներկայանալ, սա իմ խորհուրդը ձեզ։ Կարծում եմ սրանք շատ թանկ ու շատ կարևոր խորհուրդներ են, երբ մարդ գիտի որ ժամանակահատվածում ինչ է անելու, այդպես դու երբեք չես խճճվում։ Եվ իհարկե փետրվարի 10-ին նաև Վեներան է մտնելու ձկան նշան, որտեղ ասացի ինքը գտնում է էկզալտացիայում եւ արդեն նշեցի ինչ փոփոխություններ կլինեն, այստեղ ֆինանսական վիճակներ եւ ձեր թե արտաքին փոփոխությունները, թե այդպես գեղեցիկ հանդիպումներ ինքը ձեզ կպարգևի, այնպես որ իհարկե միջև մտնելը եւս անպայման չէ 10-ին, դա կարող է 10-ից էլ շուտ լինել, հա, որովհետեւ ինքը հիմա գտնվում է իր տանը, հետո էլ արդեն գտնվի իր նշանում, այնպես որ հիմա էլ ինքը նախապատրաստում է, հանդիպում է նախապատրաստում նաեւ ձեզ համար, սիրելի ձկներ, որ արդեն փետրվարին մոտ դա իրականանա։ Այսպես ես Ուրանին անդրադառնամ, Ուրանը եւ Սատուրնը։ Սատուրնը ձեր նշանից դուրս է գալիս, սա շատ կարեւոր իրադարձություն է ձեզ համար, ինքը փետրվարի 14-ին դուրս կգա ձեր նշանից եւ արդեն խոյի նշանում կլինի մինչեւ այնտեղ մնալու է 28-ը։
թվականի ապրիլի 13-ը ձեր ֆինանսների տունն է լինելու։ Ես կարծում եմ ինքը ձեզ դասեր տվեց, եթե դուք ճիշտ օգտվեցիք այդ դասերից, այս դեպքում արդեն ճիշտ կօգտագործեք եւ կհասկանաք ինչ եք անելու, այնպես որ ժամանակն է նաեւ որ դուք աշխատեք, նոր գիտելիքներ ձեռք բերեք եւ գումարը ճիշտ կարողանաք նպատակային, ձեր նպատակների շատ կոնկրետ նպատակների համար ծախսել եւ որպեսզի ավելորդ ծախսեր չլինեն, նպատակային օգտագործեք, որովհետեւ կարող եք այդպես մանր-մունր բաների վրա ծախսել եւ հետո արդեն գումարը չբավականացնի, երբ դուք արդեն շատ նպատակային ծախսեր երբ պիտի անեք, այնպես որ սա արդեն դուք ինֆորմացված եղեք, եթե միջև այդ ձեզ թույլ եք տվել ինչ որ ծախսեր անելու, հիմա արդեն պիտի շատ ավելի կոնկրետացնեք, այսինքն ձեր առջև նպատակներ դնեք, ինչ որ սովորելու, ծրագրեր սովորելու, լեզուներ սովորելու կամ ինչ որ որ ձեր աշխատանքի առաջ խաղացման համար, ձեր մասնագիտության առաջ խաղացման համար ինչ որ ծրագրեր, նոր գիտելիքներ ձեռք բերեք, դրա մասին է խոսքը եւ այստեղ արդեն գումարը խորհուրդ է տրվում այդտեղ ծախսել։ Պարզ է ձեզ արդեն շատ կոնկրետ են, ինչ որ ծախսել եք, ասենք զգեստի համար կամ այլ նպատակների համար, հիմա ասենք կոնկրետ նպատակներ դրեք ձեր առջև եւ ծախսեք այդ գումարը ձեր նպատակների համար։ Ուրեմն որպեսզի աճ ունենաք եւ լավ աշխատանք։ Դրանով պայմանավորված եւ դուք աշխատանքում լինեք ամենալավը, ձգտեք եւ եղեք ամենալավը։ Հենվելով ձեր պրոֆեսիոնալիզմի վրա եւ իհարկե փետրվարի 4-ին Ուրանը կդառնա ուղղընթաց ինքը եւ այդպես թափով արդեն վերջնականապես կմտնի 7 տարի կհաստատվի երկվորյակի նշանում, այնպես որ այստեղ շատ ձկներ փոփոխություններ կլինեն, միգուցե տեղափոխվեք, միգուցե ընտանիքում լինեն փոփոխություններ, այսպիսի իրավիճակ կարող է լինել, ինչ որ մեկը, ասենք, գնում է արտերկիր ապրելու, ինչ որ մեկը առանձնանում է, ասենք, ընտանիքը առանձնանում է կամ հնարավոր է նաև փոփոխություն կարող է նաև երեխա, ասենք, ունենաք, որտեվ հիմա հարմար ժամանակ է, քանի որ խոսեցի այդ մասին, հարմար ժամանակ է եւ ճիշտ օգտագործեք, որովհետեւ արդեն դժվարություններ կլինի երեխա ունենալու հարցում։ Ճիշտ ժամանակը հիմա է այդ հարցով զբաղվելու։ Ահա եւ երևի թե սրանք ուրեմն կարևոր իրադարձություններն էին, խավարման ընթացքում այդտեղ Մերկուրին դառնում է հետընթաց, շատ այդպես այդ ժամանակ ճնշող է լինել, որտեղ Մերկուրին ձեր նշանում է եւ մեծ հաշվով արևի խավարումն էլ լուսնի խավարումն էլ լինելու է ձեր հակադիր նշանում, այնպես որ դա ձեզ վերաբերում է, դրա համար ես նորից ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այդ փաստի վրա եւ նշել, որ հարաբերություններում որոշումներ կայացնելիս եղեք շատ ուշադիր եւ ընդհանրապես Մերկուրին եւ խավարումը իրենք ցրվածություն են բերում մտքի եւ դու երբեմն չգիտես նաեւ ինչ անել, ինչպես դրսեւորվել, տվյալ հարցը ինչպես լուծել, դու կկանգնեք նաեւ այսպիսի հարցերի առաջ, թե ինչ լուծում տալ։ Սա ձեզ արդեն յուրաքանչյուր տասնական քարտեզով է պայմանավորված, այստեղ չեմ կարող օգնել, բայց իմ օգնությունը այն է, որ այս ընթացքում վերջնական որոշում գոնե չկայացնեք, այլ ցանկացած խնդրի մեջ որ հայտնվեք, ոչ թե շտապեք, այլ դուք ունեք համբերություն, ծով համբերություն սիրելի ձկներ, կարող եք պարզապես դաշտը ուսումնասիրել եւ հասկանալ ինչ է կատարվում։ Դա է հիմնական խորհուրդը, որ չշտապեք եւ որոշում չկայացնեք, քայլեր չանեք, ոչ մի բան, ոչ մի նոր գործ չսկսեք։ Այս է իմ օգնությունը, մնացածը ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս եւ իհարկե նորից ուզում եմ նշել եւս մեկ անգամ, սիրելի ձկներ, շնորհավորել, որ արդեն 18-ին ձեր ծննդյան օրերն են հերթով նշելու, նաեւ մարտյան փետրվարյան ձկներն են, նաեւ մարտյան ձկները կնշեն իրենց ծննդյան օրերը, այնպես որ ես նորից շնորհավորում եմ սիրելի ձկներ, թող ձեզ մոտ ամեն ինչ լինի լավ, թող ձեր հոգին ամենակարևորը հոգին լինի խաղաղ եւ հանդարտ, որտեղ դուք հոգեվորի մարդ եք եւ արեք ճիշտ քայլեր, որպեսզի ձեր հոգին էլ լինի
հանգիստ այսպես, իսկ դուք գրեք տպավորությունները ձեր կոմենտներում եւ չմոռանաք լայքել, որտեղ դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում։ Ես կարծում եմ, որ ես արժանի եմ, որպեսզի դուք շնորհակալության գոնե շնորհակալության այդպես լայքելով, ես կարծում եմ ես արժանի եմ եւ այնպես որ կսպասեմ ձեր կոմենտներին, ձեր տպավորություններ կիսվելով այդպես ես բոլորինը կարդում եմ եւ շնորհակալ եմ որ ինձ հետ եք։ Այսքանը սիրելի ձկներ, լավ եղեք, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։